Նոր ժամանակներում Հայաստանն այցելած Միացյալ Նահանգների ամենաբարձրաստիճան պաշտոնյանը եւ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է երկրի արտաքին ու ներքին քաղաքականության հիմնական ուղղությունները։ Նա բարձր է գնահատել Միացյալ Նահանգների հետ պաշտպանական նոր համագործակցությունը, 99-ամյա ներդրումային ծրագիրը համարելով Հայաստանի ինքնիշխանության հիմնական երաշխիքը։ Խաղաղության օրակարգի շրջանակում վարչապետը շեշտել է, որ Ադրբեջանի հետ հարաբերություններն արդեն մոտենում են անշրջելիության հանգրվանին։ Մենք տրիպը պետք է անցնենք որպես ներդրումային ծրագիր։ Անդրադառնալով տարածաշրջանային հարցերին, Փաշինյանը վստահեցրել է, որ Հայաստանը չունի Ռուսաստանի շահերին վնասելու կամ հակառուսական գործընթացներում ներքաշվելու որևէ նպատակ, նաև հավելել, որ լավ հարաբերություններ ունի նախագահ Պուտինի հետ։ Ես շատ ուղիղ եւ ջերմ հարաբերություններ ունեմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ շատ ջերմ եւ ուղիղ հարաբերություններ ունեմ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայել Միշուստինի հետ։ Հակաեկեղեցական արշավի մասին խոսելիս նա անթույլատրելի է համարել եկեղեցու միջամտությունը քաղաքականությանը, հիմնավորելով այն ստվերային ֆինանսավորման վտանգներով։ Եկեղեցին չի կարող լինել պետություն պետության մեջ։ Եվ ընդհանրապես ես ասել եմ, որ չի կարող լինել պետություն պետության մեջ։ Վերջում վարչապետ Փաշինյանը կարծիք է հայտնել, որ խորհրդանշական ցածր աշխատավարձով աշխատելու թեզերն իրականում արժեզրկում են պետությունը եւ այն դարձնում մասնավոր շահերի գործիք։ Միջարից ասեմ, հարվածային գործիքներով զբաղվում եմ հենց վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան։ Վարչապետի հայտարարությանը, թե երկրի ղեկավարը չի կարող ստանալ 1 դրամ աշխատավարձ, արձագանքել է մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Սոցիալական ցանցի իր էջում Կարապետյանը նշել է. «Մեջբերում մի անհանգստացիր Փաշինյան, քո աշխատավարձը 1 դրամ չի լինի։ Լսել եմ այսօր ՀՄԿ-ով հրաժարվել ես 1 դրամ ստանալ, բայց հաջորդ վարչապետինը կլինի»։ Մեջբերման ավարտ։ Նարեկ Կարապետյանը գրառման մեջ հավելել է, որ ուժեղ առաջնորդ ունենալու ժամանակն է, ով կնվիրի երկրին եւ ոչ թե կվերցնի իր շուրջը գտնվող փոքրիկ խմբակի հետ միասին։ Մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հանդիպել է կենսաթոշակային տարիքի քաղաքացիներին։ Նարեկ Կարապետյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի ուժեղ Հայաստան տնտեսական ծրագիրը, առաջիկա անելիքները, պատասխանել վերջիններիս հետաքրքրող հարցերին։ Պաշտպանության նախարարությունը առաջին անգամ հրապարակել է տեսանյութ, որտեղ ներկայացված են զինված ուժերի պաշտպանական նոր կառույցները, ամրացված շրջանները։ Մենք հիմա գտնվում ենք ամրացված շրջաններից մեկում։ Այս ամրաշինությունները հատուկ նախագծված են ԱԹՍ-ներից պաշտպանվելու եւ մարտական գործողությունների ժամանակ զինվորների կենսունակությունն ապահովելու համար։ Ըստ նախարարի նոր ենթակառուցվածքները հնարավորություն կտան սահմանների պաշտպանությունն իրականացնել առավել շահեկան դիրքերից։ Պապիկյանը նաեւ հավելել է, որ իրականացված աշխատանքների ներկայացումն այսուհետ կրելու է պարբերական բնույթ։ Ջեյդի Վենսն ու Իլհամ Ալիևը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել։ Ալիևի հետ համատեղ ասուլիսում ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է, որ 3 երկրների ղեկավարները վերջ են դրել տարիներ ձգվող պատերազմին։ Տարածաշրջանը վերջապես խաղաղության մեջ է։ ԱՄՆ նախագահի վարչակազմի նպատակը խաղաղություն հաստատելն է։ Իլհամ Ալիևն իր հերթին հայտարարել է, թե իրենց համար մեծ պատիվ է ռազմավարական գործընկերություն հաստատել աշխարհի ամենահզոր երկրի հետ։ Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի։ Ադրբեջան մեկնելուց առաջ Զվարթնոց օդանավակայանում խոստացել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը։ Մենք երկու երկրների հետ լավ հարաբերություններ ունենք, տարբեր հարցեր կբարձրացվեն Բաքվում։ Կարծում եմ, հաջողությամբ կշարունակենք հայերի ու ադրբեջանցիների հետ աշխատանքը, ասել է Վենսը։ ԱՄՆ փոխնախագահը նշել է, որ խաղաղության հաստատումն առաջին քայլն է, սակայն այն պետք է պահպանել եւ այդ ուղղությամբ են հիմա աշխատանքներն իրականացվում։ Ջեյդի Վենսի այցը Հայաստան այսօր ավարտվել է։ Նա Երևանից մեկնել է Բաքու։ Վենսի աշխատակազմը պարզաբանել է, թե ինչու են նրա էջից հեռացվել հայոց ցեղասպանության ու շահամալիր այցի մասին գրառումը։ Ինչպես հայտնել է Ազատություն լրատվականը, հղումանելով աշխատակազմին, գրառումը սխալմամբ տեղադրել է անձնակազմը, որը փոխնախագահի գլխավորած պատվիրակությունում չի եղել։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը Բաքու մեկնելուց առաջ կնոջ հետ այցելել էր Ծիծեռնակաբերդի ու շահամալիր։ Այցի վերաբերյալ Վենսը գրառում էր արել, նշելով ցեղասպանություն բառը։ Կարճ ժամանակ անց այն հեռացվել էր, հետո հրապարակվել, արդեն առանց ցեղասպանություն տերմինի։
премьер-министра Республики Армения Никола Пашиняна. Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում հանդես է եկել վերջին խոսքով։ Պաշտպանական ճար չի եղել, փաստաբան Բաբիշովն այն չի ներկայացրել հենց Վարդանյանի խնդրանքով։ Արցախի նախկին պետնախարարը միայն նշել է, որ այս ընթացքում հասցրել է ծանոթանալ ադրբեջանական պոեզիային։ Նա ընթերցել է ադրբեջանցի բանաստեղծների ստեղծագործություններից մի հատված ռուսերենով։ Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված կեղծ քրեական գործով դատարանը գնացել է խորհրդակցության վերջնական որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի խորհրդակցությունից վերադառնալուց հետո։ Իրանի գերագույն առաջնորդի հատուկ բանագնաց Ալի Լարիջանին Մուսկատում Օմանի սուլթանի հետ քննարկել է Վաշինգտոնի հետ միջուկային երկխոսության վերսկսման հեռանկարները։ Թեհրանն արդեն իսկ ճկունություն է ցուցաբերել եւ պատրաստակամություն հայտնել նվազեցնել ուրանի առստացման մակարդակը տնտեսական պատժամիջոցների չեղարկման դիմաց։ Իրանի արտգործնախարարն այս հարցով հեռախոսազրույց է ունեցել տարածաշրջանի առանցքային պետությունների Թուրքիայի, Եգիպտոսի եւ Սաուդյան Արաբիայի գործընկերների հետ։ Սակայն իսրայելական կողմը պնդում է, որ ցանկացած համաձայնագիր պետք է սահմանափակի ոչ միայն միջուկային հզորությունները, այլ Իրանի հրթիռային զինանոցը։ Իրանը կտրուկ մերժում է այս պահանջը, պատճառաբանելով, որ հրթիռային ծրագիրը երկրի պաշտպանունակության անկախտելի բաղադրիչն է։ Սպասվում է, որ ԱՄՆ-ն եւ Իրանը բանակցությունների սեղանի շուրջ կնստեն արդեն այս շաբաթ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ժամանել է ԱՄՆ, հայտնել է իսրայելական մամուլը։ Մինչ մեկնումը Նեթանյահուն հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կփոխանցի Իսրայելի սկզբունքները Իրանի հետ միջուկային բանակցությունների վերաբերյալ։ Նա նշել է, որ այդ սկզբունքները կարևոր են Իսրայելի եւ աշխարհի բոլոր երկրների համար։ Կողմերը կքննարկեն նաեւ իրավիճակը Գազայում։ Իսրայելի վարչապետը շեշտել է, որ Թրամփի հետ իր բազմակի հանդիպումները վկայում են Իսրայելի եւ ԱՄՆ-ի միջև առկա յուրահատուկ մտերմության, ինչպես նաեւ ամերիկացի առաջնորդի հետ իր բացառիկ հարաբերությունների մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Շվեյցարիայի նկատմամբ մաքսատուրքերը բարձրացրել է մինչև 39%-ով։ Պատճառը երկրի նախագահ Գի Պարմելենի ձայնի ագրեսիվ տոնայնությունն է եղել Դավոսում զրույցի ժամանակ։ Թրամփի խոսքով Շվեյցարիայի իշխանությունները մինչ Դավոսում կայացած հանդիպումը մաքսատուրքեր չեն վճարել։ ԱՄՆ-ն ունեցել է $42 միլիարդ դեֆիցիտ Շվեյցարիայի հետ հարաբերություններում։ Թրամփը ցանկացել է բալանսավորել այդ ամենը եւ առաջարկել է մաքսատուրքեր սահմանել 30%-ով, սակայն շվեյցարացիները կրկին չեն վճարել, նշելով, թե իրենք փոքր երկիր են եւ սահմանված չափը իրենց համար բավականին մեծ է։ Թրամփին դուր չի եկել նախագահ Պարմելենի ձայնի տոնը, ուստի Թրամփը սահմանել է ոչ թե 30, այլ միանգամից 39% մաքսատուրքեր։ Զանգվածային հրաձգություն է տեղի ունեցել Կանադայի արևմտյան նահանգներից մեկում, բրիտանական Կոլումբիայում։ Թամլեր Ռիջի ավագ դպրոցում հայտնաբերվել է 10 մարդու, այդ թվում ենթադրյալ հրաձգի սպանված մարմին է։ Ինչպես հայտնել է տեղի ոստիկանությունը, հրաձգությունից հետո հանցագործը ինքնասպան է եղել։ Թե ինչն է եղել հրաձգության դրդապատճառը դեռևս պարզ չէ։ Վարչապետ Դեյվիդ Էբին հայտարարել է, որ կառավարությունը կապահովի համայնքի անդամներին հնարավոր ողջ աջակցությունը առաջիկա օրերին։ Այս երեկո մեր սրտերը Թամլեր Ռիջում են, նրանց հետ ովքեր կորցրել են իրենց մերձավորներին, ասել է Էբին։ Գազայի հատվածում իսրայելական նոր հարվածների հետևանքով 7 պաղեստինցի է սպանվել։ Իսրայելի զինվորականները հայտարարել են, որ թիրախավորել են զինյալներին՝ ի պատասխան Ռաֆահում տեղի ունեցած միջադեպի։ Բռնության այս աճը լրջորեն վտանգում է Միացյալ Նահանգների միջնորդությամբ հաստատված 4-ամսյա հրադադարը։ Կողմերը շարունակում են միմյանց մեղադրել նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած խաղաղության ծրագիրը ձախողելու համար։ Այդ ծրագիրը նախատեսում է Համասի զինաթափում եւ իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերում Գազայից։ Չնայած միջազգային ջանքերին, Իսրայելի իշխանությունները հայտարարել են լայնամասշտաբ պատերազմին վերադառնալու պատրաստակամության մասին։ Հրադադարի կնքումից ի վեր զոհերի թիվը շարունակում է աճել, ել ավելի սրելով տասնամյակներ տևող այս հակամարտությունը։